Եվրոխորհրդարանի բանաձևը Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ։ Եվրախորհրդարան, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը, հաշվի առնելով իր կանոնակարգի 150.5 և 136.4 կանոնները, նկատի ունենալով, որ Ադրբեջանում կալանավորված են 23 հայ պատանդներ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո պաշտոնյաներ և ռազմագերիներ, 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ, քանի որ նրանք ենթարկվում են կեղծ դատավարությունների և ենթարկվում են լուրջ մեղադրանքների, որոնք կարող են հանգեցնել անօրինական ցմահ ազատազրկման, քանի որ այս պատանդները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում արգելված հոգեակտիվ մեթոդների միջոցով, քանի որ նրանց իրավունքները չեն հարգվում, ներառյալ անկախ փաստաբանների և թարգմանիչների հասանելիությունը և բողոքարկելու, ընտանեկան տեսակցություններ ստանալու և առողջական նկատառումներով կասեցման հնարավորությունը, քանի որ դա Ադրբեջանի կողմից բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ միջազգային պարտավորությունների համակարգված խախտում է, քանի որ Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է, քանի որ մյուս պատանդների առողջական վիճակը նույնպես տեսանելիորեն վատանում է, դատապարտում է հայ պատանդների անարդարացի կալանավորումը, պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել, խստորեն դատապարտում է շարունակվող կեղծ դատավարությունները և հայ պատանդների հիմնարար իրավունքների սիստեմատիկ խախտումները, կոչ է անում Ադրբեջանին լիովին հարգել նրանց արդար դատավարության իրավունքը, ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բժիշկների հասանելիություն, ակնկալում է անկախ հետաքննություն իրենց վատ վերաբերմունքի վերաբերյալ, խորը մտահոգություն է հայտնում Բաքվի իշխանությունների, ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակցության գրասենյակները փակելու հրամանի առնչությամբ խոչընդոտելով ինչպես հայ բանտարկյալների աջակցելու, այնպես էլ մարդասիրական վերահսկողությանը և կոչ է անում իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը։ Կոչ է անում Ադրբեջանում ԵՄ-ի և անդամ պետությունների դեպարտամենտների հետևել դատավարություններին և կանոնավոր այցելել բոլոր հայ պատանդներին, կոչ է անում ՎԻՊ-ի և ՀՀՌ-ի մարդու իրավունքների հարցերով ԵՄ ներկայացուցչին այցելել իրենց, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների գլոբալ սանկցիաների ռեժիմ շրջանակներում Ադրբեջանի բոլոր առաջնորդների և պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները, մասնավորապես դատախազներ և դատավորներ Ջամալ Ռամազանովը, Անար Ռեզավը և Զեյնալ Աղաևը, կոչ է անում միջազգային քրեական դատարանին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հալածանքների և էթնիկ զտումների գործերը, կոչ է անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի կողմից արձանագրված բոլոր հրամանները, ներառյալ 2020 թվականի պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր անձանց բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանելու Ադրբեջանի պարտավորությունը, կրկնում է իր վճռական կոչը կասեցնելու 2022 թվականի ԵՄ-Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը, էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ, պնդում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագիրը պայմանավորվի բոլոր բանտարկյալների ազատ արձակմամբ, երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմամբ և Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ վերադարձի իրավունքը հարգելը, անտեղի չհետաձգելով, հանձնարարում է իր նախագահին սույն բանաձևը փոխանցել խորհրդին, հանձնաժողովին, անդամ պետություններին և Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին, կառավարություններին և խորհրդարաներին։